Վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, որ նպատակ ուներ համախմբել ընդդիմությունը, վերածվել է երկակի առաջադրումների։ Այս պահին շրջանառվում է երկու անուն՝ Մասկի առաջադրած Էդմոն Մանուկյանը և պատիվ ունեմի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։ Հանրապետական քաղաքապետը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ ընդունել է առաջարկը որպես հայրենիքի ազատագրման քայլ, շեշտելով վերակուսակցական պայքարի անհրաժեշտությունն ու կոչ անելով ընդդիմադիրներին համախմբվել։ Նախկին ԿՊԱ-ական, այժմ անկախ падգամավոր Հովիկ Աղազարյանը նշում է, որ թեև այս փուլում իրենց նախաձեռնությանը դեռ падգամավորներ չեն միացել, դա չի կասեցնում գործընթացի շարունակությունը։ Մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում այդ իրավիճակը կկոտրվի եւ կմիանան մեր նախաձեռնությանը։ Հիմա պատիվ ունեմ դեռ հանդես եկել նախաձեռնությամբ, ես ողջունում եմ իրենց նախաձեռնությունը, թող գնան իրենց ճանապարհով որպես համայնքի ղեկավարի իր գործունեությունը, բայց Արոն Ասլանյանը եւ ես չենք գտնում որևէ պատճառ, որտեսի մենք հրաժարվենք մինչ այդ հայտարարած մեր մտքից։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ խմբակցությունը պատրաստ է 28 ստորագրությամբ աջակցել պատիվ ունեմի առաջադրած Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։ Հայաստան խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը ապահովել պակասող 28 падգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում ազգային ժողովում իմպիչմենտի գործընթացը նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ պատիվ ունեմ խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման։ Հիշեցնենք, որ գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն։ Պատիվ ունեմի շարքերում 6 падգամավոր է, Հայաստան դաշինքի 28, պակասող 2 ստորագրությունը Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն տալիս։ Իդեպ շաբաթօրն էլ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրել էր, որ համապետական հաջորդ ընտրությունը ուղիղ 1 տարի անց է, հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է, գրել է նա։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։